Գեղարքունիք, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում։ Գեղարքունիք է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 4-ին։ Գտնվում է ծովի մակարդակից 2040-ից 2160 մետր բարձրության վրա։ Գավառ քաղաքից հեռու է մոտ 9 կիլոմետր դեպի հարավ։ Բնակավայրի կլիման ամռանը երկարատև տաք բարեխառն է, իսկ ձմռանը ցրտաշունչ։ Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը 450 մմ է։ Արևային օրերի քանակը տարեկան կազմում է մոտ 320 օր։ Օդի միջին ջերմաստիճանը հունվարին -3 աստիճան Ցելսիուս է, իսկ հուլիսին +18 աստիճան Ցելսիուս։ Գյուղը վերաբնակեցվել է 1828 թվականին Արևմտյան Հայաստանի Կոգովիդ գավառից գաղթած հայերով։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում բնակավայրն ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային Միության տարիներին մասն է կազմել հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Նոր Բայազետի գավառի 1930 թվականից Նոր Բայազետի շրջանի։ Գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Այստեղ է գտնվում մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակով թվագրվող Կիկլոպյան ամրոցը, մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակով թվագրվող Ձոր ավերակներ բնակատեղին, 17-րդ դարով թվագրվող Սուրբ Գևորգ եկեղեցին, իսկ գյուղի արևմտյան կողմում է գտնվում Սուրբ Հակոբ մատուռը։ Պատմական գերեզմանոցում պահպանվել են 16-րդ դարի մի քանի խաչքարեր։ Ներկայիս բնակչության նախնիները այստեղ են գաղթել Ալաշկերտի, Բուլանուղի եւ Մուշի գյուղերից, հիմնականում 1829-ից 1830 եւ 1914-ից 1919 թվականներին։ Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ եւ անասնապահությամբ։ 2012 թվականին Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի սրբատեղիներին եւ պատմաճարտարապետական հուշարձաններին ավելացավ եւս մեկը՝ Սուրբ Հակոբի մատուռը։ Մատուռի նախաձեռնողն ու կառուցողը նույն գյուղի բնակիչ, քարագործ, վարպետ եւ շինարար Լևիկ Ղազարյանն է, որին գյուղում բոլորը վարպետ Գրետ են անվանում։ Ուղիղ 32 տարի ինքը զուրկ նյութական կարողությունից եւ այլ կարգի օժանդակություններից սեփական ձեռքերով մեկ առ մեկ տաշել եւ սեփական նախագծով քարը քարին է դրել, իր տան հարևանությամբ գտնվող տնամերձ հողամասում կառուցելով եւ վեր բարձրացնելով Սուրբ Հակոբ մատուռը։ Մոտ 4 մետր բարձրության, 4 մետր երկարության եւ 3 մետր լայնության այս մատուռի կառուցումը եղել է նրա վաղեմի երազանքը, քանի որ հաճախ է երազում այցելել ճերմակամուրուկ մի մարդու տեսքով Սուրբը եւ մատնանշել մատուռի ճիշտ տեղը, որը գտնվել է նրա հողամասում, հողի տակ թաղված, հին որսաքարերով շարված պատի տեղում։ Դրանից հետո որմնադրությամբ իր բազմաշունչ ընտանիքը կերակրող Գրետը որոշել է նախագծել եւ կառուցել մատուռը, որը սկսել է հեռավոր 1980 թվականից։ Նա բացել է հողի տակ թաղված հին պատը, այնտեղից գտել հին մատուռի մաս կազմող 4 սրբատաշ քարերը, որոնք 18-րդ դարում Կարափափաղ թուրքերի կողմից ավերված հին մատուռից պահպանվածներն են, ապա փորել մատուռի հիմքերը եւ դրել առաջին սրբատաշ քարերը։ Պատերի առաջին շարքերը նոր են սկսել բարձրանալ, երբ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության կողմից եկել են պաշտոնական մարդիկ, ուսումնասիրել տեղանքը եւ հայտարարել, թե այդ նույն տեղում էլ հենց եղել է թաղածածկ Սուրբ Հակոբ մատուռը եւ նախագիծն էլ հնից գրեթե շեղում չունի։ ԽՍՀՄ փլուզումից հետո նա մոտ 10 տարի չի կարողացել քարը քարին դնել նյութական միջոցների անբավարարության եւ սոցիալական ծանր վիճակում գտնվելու պատճառով։ Մատուռի շինարարությանը Գրետը թափ է հաղորդել կառուցումից առաջ վերջին մի քանի տարիների ընթացքում, անթերի գլուխ բերելով թաղածածկը։ Նա աշխատանքները հիմնականում կատարել է իր մասնագիտական եւ վարձու աշխատանքից ազատ ժամերին կամ օրերին միայն, որոնք սովորաբար հազվադեպ են եղել։ Սուրբ Հակոբ մատուռը բացեց եւ օծեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովանիսյանը, ապա
Նորաբաց մատուրում թեմի առաջնորդը կատարեց կնունքի արարողություն, կնքելով գրետի 3 թոռներին՝ Մարիամին, Հասմիկին և Արտուշին, ովքեր իրենց ծնողների հետ բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում և պապական տուն հյուր էին եկել։ Կնունքի արարողությունից հետո գրետի ընտանիքի կողմից Սուրբ Մատաղ բաժանվեց հարևաններին և գյուղի բնակիչներին։ Մատուռի մուտքի պատի ներքին հատվածում գրետը քանդակել է Սիսն ու Մասիսը, ճակատին Հիսուսին, տիրամոր գրկում նստած, իսկ հարավային պատին նա իր ձեռքով գրել է միջնադարյան հայ վարպետներից քաղված պատգամը. «Ձեռքս գնա դառնայի հող, գործս մնա հիշատակող»։ Ինքնուս վարպետը փայլում է ոչ միայն շինարարության, քարագործության ու քանդակագործության մեջ, այլ նաև տիրապետում է հայոց պատմությանն ու գրականությանը, բանավոր զրույցներին և հեքիաթներին, աշխարհագրական տեղանուններին, գրում է նաև բանաստեղծություններ։ Իր կյանքի ընթացքում նա Գեղարքունիքի մարզում և Հայաստանի բնակավայրերով մեկ իր ձեռքերով հասցրել է կառուցել 500 տուն։